Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, մենք սկսում ենք Սպասիրինց հաղորդաշարի հերթական թողարկումը։ Սկսում ենք այն վստահությամբ, որ սպասել եք այս թողարկմանը ամբողջ շաբաթ, եւ այժմ դիտում եք մեզ մարդկային հետաքրքիր պատմություններ լսելու ակնկալիքով։ Մենք եթերում ենք այն վստահությամբ, որ մոտակա 30 րոպեները ոմանց աննկարագրելի ուրախություն կպարգևեն, ոմանց ավելի լավը կդարձնեն, ոմանց մեջ կարթնացնեն վաղուց սառած էմոցիաներ։ Մենք երբեք չենք կարող վստահ լինել, ինչպես կընթանան եւ ինչով կավարտվեն որոնումները։ Բայց վստահ ենք, որ մեր խմբագրությունում հայտնված յուրաքանչյուր անուն արժանանում է ուշադրության։ Յուրաքանչյուր պատմություն հետևողականորեն իր զարգացումն է ապրելու։ Նաև վստահ ենք, որ մեզ հետ աշխատող կամավորները անդարբեր չեն մնա որոնման ոչ մի հայտի նկատմամբ եւ կանեն ամեն բան, որպեսզի հնարավորինս շուտ գտնվեն մարդիկ, որոնց փնտրում են եւ շուտ թանկ տեղեկություն հասցնեն սպասողներին։ Դե ինչ, թող մեր վստահությունը առաջնորդի մեզ եւ ձեզ, որպեսզի այս թողարկման ավարտին եւս կարողանանք շունչ քաշել ու ասել. առաքելությունը կատարված է։ Սպասիրինց հաղորդաշարին որոնման խնդրանքով դիմող մեր հեռուստադիտողներին հուզող հարցերից մեկն է. Որքան կտևեն որոնումները, երբ կգտնվի հարազատս։ Ամենահաճախ տրվող այս հարցը այն քիչ հարցերից է, որոնց պատասխանը մենք նախապես երբեք ունենալ չենք կարող։ 1 օր, 1 ամիս, թե տարի։ Եթե իրոք կարողանայինք կանխատեսել որոնումների տևողությունը, ամեն բան շատ ավելի հեշտ կլիներ, հավատացեք։ Մենք չգիտենք, որքան կտևեն որոնումները, բայց գիտենք, թե որքան հզոր է հեռուստատեսության ուժը։ Մենք նաև գիտենք, որ երբեմն անգամ տարիներով արձագանք չստացող որոնման հայտը մի օր հրաշքով հասնում է իր հասցեատիրոջը, ինչը բազմիցս եղել է մեր հաղորդման պատմության ընթացքում։ Այո, գտնվելու բազմաթիվ պատմություններ մենք հրաշքների շարքին ենք դասել։ Պատմություններ, որոնք տարիներով սպասում էին իրենց հանգուցալուծմանը, ու շատերն արդեն անհույս էին համարում, հիշեցրել են իրենց մասին ու անհույսների շարքից տեղափոխվել երջանիկ ավարտով պատմությունների շարքը։ Դրա պատճառը մեկն է, մենք երբեք խաչ չենք քաշում որոնման հայտերի վրա, երբեք չենք հուսալքվում եւ շարունակում ենք փնտրել, որքան ժամանակ էլ դրա համար պահանջվի։ Մենք զինվում ենք համբերությամբ եւ նույնն էլ հորդորում ենք մեր բոլոր հայտատուներին։ Այդ թվում մեր նոր հայտատուին, որի մասնակցությամբ տեսանյութը կդիտենք հիմա։ Մենք կարճ ժամանակով գտնվում ենք Հայաստանում, առիթից օգտվելով դիմել ենք Սպասիրինց հաղորդմանը, ես Հայկ Ավագյանն եմ, կինս Սոնիկ Ավագյանն եմ, փնտրում ենք մեր ընկերներին, Լալային եւ Պետիկին։ Սա Լալան է, սա Պետիկը, Կալինինգրադում նկարվել են ու փոխանցել են մեզ, մեր հիշողությունների համար։ Այս լուսանկարը մենք նկարվել ենք Կալինինգրադում, միասնական վերջին նկարն այլ է Կալինինգրադում։ 1993 թվականին Ավագյան ամուսինները Կալինինգրադ քաղաքում ծանոթացել են Լալայի ու Պետրոսի հետ։ Վերջինիս ընկերները միշտ Պետիկ էին անվանում։ Նրանք հարևաններ էին, ապրում էին Դերժինսկու փողոցում։ Հայկն ու Պետրոսը շինարարությամբ էին զբաղվում։ Աշխատանքի բերումով եւս հաճախ էին հանդիպում եւ միմյանց օգնում։ Մեր աստղերը բռնեց ու շատ շուտ մոտիկացանք ու սկսեցինք ընտանիքով ընկերություն անել, գնալ, գալ, հանդիպել։ Այդ ժամանակ մենք բոլորս էլ վարձով ենք մնացել։ Ու ասենք աշխատանքը ամենաառաջնահերթն այլ է, որ դե ընտանիք պահենք, տան վարձ տանք։ Շատ էի սիրում իրենց բարիությունը, հյուրասիրությունը, կամեցությունը, շատ գնահատելի էր, շատ։ Այդ դրա համար էլ մենք ընտանիքներով կարողացանք ընկերակցել։
Լալան շատ գեղեցիկ, շատ հիանալի, շատ հաճելի, հյուրասեր, մարդասեր անձնավորություններ։ Ընտանեկան հավաքույթների ժամանակ միշտ մեր սիրած ուտելիքը միշտ մեր ավանդական տոլման է եղել։ Կամ Լալան էր պատրաստում, կամ ես էի պատրաստում։ 1995 թվականի ամռանը Պետրոսն ու Լալան Ավագյաններին իրենց տուն հրավիրեցին։ Առիթը սովորական դարձած ընկերական հավաքույթը չէր։ Այդ օրը Ավագյաններն իմացան, որ ընկերները շուտով մեկնելու են Լոս Անջելես։ Մի քանի օր անց նրանք միմյանց հրաժեշտ տվեցին։ Պետրոսն առաջարկեց միասին լուսանկարվել, որպես հուշ։ Ընկերները մտան մոտակա լուսանկարչական ստուդիա եւ լուսանկարվեցին։ Պետրոսն ու Լալան Ավագյաններին փոխանցեցին Երևանում ապրող իրենց հարազատների կոնտակտները, որպեսզի նրանց կապը պահպանվեր։ Մինչև հիմա վերջի օրն եմ շատ լավ հիշում, թե ինչքան թախիծով կարելի ասել ճանապարհեցինք դեպի Ամերիկա։ Ընկերների մեկնումից հետո Ավագյանները եւս մի քանի տարի ապրեցին Կալինինգրադում։ Այդ ընթացքում նրանք ընկերների հարազատների հետ հեռախոսային կապ ունեին, գիտեին, որ Պետրոսն ու Լալան Լոս Անջելեսում են, ամեն ինչ լավ է։ Տարիներ անց Սոնիկն ու Հայկը տեղափոխվեցին Գերմանիա։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ Պետրոսի ու Լալայի հարազատները փոխել են իրենց բնակության վայրը։ Ընկերների հետ կապ հաստատել Ավագյաններն այլևս չկարողացան։ Ուզում ենք նորից վերականգնենք մեր ընկերությունը, շարունակենք շփվել եւ հաճույք ստանալ մեր ընկերությունից, մաքուր ընկերությունից, որը շատ դժվար է մեր ներկա տարիներին։ Մեծացել ենք, անցել է 30 տարի արդեն։ Հետաքրքիր է շատ։ Շատ կարճ ընկերություն էր ուրեմն այդ ընկերությունը, տենց ասեմ, որ բայց մաքուր։ Մենք շատ մոտիկ ենք եղել, որտեվ ամեն մեկի հետ չես նկարվում, ամեն մեկի հետ հուշը չկա, տենց հուշեր, բայց շատ կարճ ժամանակամիջոցում ասենք այդ հուշերն էլ եղան, հիմա հետարքիր է պետք ենք ինչ են անել, որտեղ են հիմա։ Ուղղակի ուզում ենք գտնենք իրանց։ Ինձ թվում է իրանք էլ շատ ուրախ կլինեն, եթե մենք գտնվենք, անսպասելի կլինի եւ շատ կուրախանան։ Պետիկ եւ Լալա ջան, եթե դուք մեզ տեսնում եք, եթե դուք ցանկություն կունենաք մեզ հետ շփվել, մեզ տեսնել, շփվել, խնդրում եմ արձագանքեք։ Մենք ձեզ շատ սիրում ենք եւ սպասում։ Շատ ուրախ կլինենք, որ դուք արձագանքեք ու գտնվենք, նորից մեր ընկերությունը շարունակենք։ Հաստատ կարող ենք ասել, կարևոր են մարդու համար որոնումները, թե ոչ տեսնելով որքանով է նա պատրաստ համագործակցել մեզ հետ եւ ժամանակ հատկացնելու մեր նկարահանումներին մասնակցելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ եթե որոնվողն իսկապես կարևոր է հայտատուի համար, իսկապես թանկ է եւ նրան գտնելու ցանկությունը մեծ է, ապա ոչ մի այլ գործ չի կարող խանգարել նրան։ Մեր խմբագրությունը այսպիսի հայտ է ստացել Ռուսաստանի Սարատովի մարզի Տոլյատի քաղաքից։ Աշոտ Կիրակոսյանը որոնում է հորը, Պետրոս Կիրակոսյանին։ Աշոտը ծնվել է Բաշկորտոստանի Հանրապետության Իշիմբայ քաղաքում։ Մեծացել է Ուֆա քաղաքի թիվ 9 մանկատանը։ Հոր անուն ազգանունն Աշոտն իմացել է իր ծննդյան վկայականից։ Տղայի հիշողություններում պահպանվել է մի դրվագ, որտեղ հայրը նրան մոտ 4 տարեկանում Հայաստան է տարել։ Աշոտին հոր ընտանիքը չի ընդունել, եւ հայրը ստիպված նրան հետ է ուղարկել Իշիմբայ քաղաք։ Աշոտը վստահ չէ, այս դրվագն իրականություն է, մանկական երևակայություն, թե երազ։ Մոր մահից հետո Աշոտին տեղափոխել են մանկատուն։ Աշոտը համոզված է, որ հայրն իրենից չի հրաժարվել, որովհետև Կիրակոսյան ազգանունն է տվել իրեն։ Արդեն ունենալով սեփական ընտանիքն ու մեծացնելով իր 3 երեխաներին, նա դեռ չի կորցրել հույսը որևէ տեղեկություն ստանալու իր հոր մասին։ Ու բնական է, որ Աշոտը կուզեր գտնել նաև հոր ազգականներին, չէ՞ որ նա մեծացել է մանկատանն ու իրեն մեծ ու համերաշխ ընտանիքի մաս գալուց զրկված է եղել տարիներով։
Շտապում ենք անձամբ ծանոթանալ Աշոտի հետ, հրավիրենք նրան։ Բարև ձեզ Աշոտ, համեցեք, միացեք մեզ։ Բարի երեկո Աշոտ, մենք ձեզ անհամբեր սպասում էինք, ինչպես անցավ ճամփորդությունը։ Ամեն բան լավ է, ինձ դիմավորեցին, ուղեկցեցին լավ հյուրանոց։ Թռիչքը հետաձգվեց եւ ես նախատեսվածից ուշ ժամանեցի, այնպես որ դեռ չեմ հասցրել տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը։ Այստեղ առաջին անգամ եմ։ Ձեր հոր որոնումները բերել են ձեզ Հայաստան, որը ձեր հայրենիքն է։ Կա ինչ-որ մի ձգողականություն հայերի, Հայաստանի, հայկական մշակույթի հանդեպ, որը դուք զգում եք արյան կանչով։ Վստահ չեմ, բայց մի բան հաստատ գիտեմ։ Հայ ժողովրդի համար ընտանիքը կարևոր արժեք է։ Եվ հասկանալի չէ, ինչու եմ ես մեծացել հորիցս հեռու։ Ես չէի հասկանում պատճառները, բայց ինձ ասել են, որ չափազանց հազվադեպ է պատահում, երբ հայրը որդուց հեռանում է։ Ես միշտ ուզել եմ գտնել հորս, ոչ այն բանի համար, որ հարցնեմ ինչու է ինձ լքել, այլ պարզապես, որ ճանաչեմ նրան։ Օգնեմ, եթե կարիք ունի, ուղղակի վերամիավորվեմ նրա հետ, հասկանում եք։ Քանի տարի անց է, 35 տարի, 34 տարի անցել է նոր ման եկել է ինձ գտել է էլի։ Ես չարացած չեմ նրա հանդեպ, ոչ էլ վիրավորված եմ նրանից։ Պարզապես ուզում եմ գտնել սիրելի հայրիկիս, անկախ այն ամենից, ինչ տեղի է ունեցել։ Ձեր հայտից իմացանք, որ հիշողություններ ունեք կապված Հայաստանի հետ, սակայն վստահ չեք դա իրականություն է եղել, թե մանկական երազ։ Ինչ են հուշում ձեր ներքին ձայնը, ձեր սիրտը, գուցե հիմա տարիներ անց Երևան գալով որևէ այլ հիշողություն արթնացավ։ Ինձ թվում է իրականություն էր։ Կարծես այստեղ եկել եմ հորս հետ, ինքնաթիռով։ Հետո ինչ-որ բան այնպես չգնաց։ Իսկ ինչպես եմ հետո նորից Ռուսաստանում հայտնվել, չեմ հիշում։ Իսկ մոտավորապես քանի տարեկան եք եղել այդ դրվագում, որը հիշում եք։ 4 տարեկան է, 5 տարեկան էր, 4 տարեկան։ Վստահ չեմ, բայց կարծում եմ մոտ 5, գուցե 4, չգիտեմ։ Մենք իհարկե չենք կարող պարզել երազեր դա թե իրականություն ձեր այցը Հայաստան, բայց գուցե այլ փաստերի վրա լույս սփռելով կարողանանք հասնել իրականությանը։ Խնդրում եմ պատմեք ինչ եք հիշում ձեր հայրիկի մասին, ինչ տեղեկություն ունեք։ Անկեղծ ասած, ոչինչ չեմ հիշում։ Ենթագիտակցությանս մեջ պահպանվել է ինֆորմացիա, որ նա ինձ շատ էր սիրում։ Միայն հիշում եմ, որ նա մեծ ընտանիք ուներ այստեղ։ Բայց երբ ինձ բերեց, այդ ընտանիքն ինձ չընդունեց։ Երբ նա գնում էր աշխատանքի, ես ինձ այնտեղ օտար էի զգում։ Որ մենք իրան տունը թողում էինք, եթում էինք ինչ դրված դրիր, որ աշխատում էինք, իրգունը գալիս էինք, հացը սարկում էինք, լսնում ուդում էինք, քնում էինք, ձերքով լվացքեր, արտուգեր, ոչ մի բան էլ չկար։ Երբ վերադառնում էր, գանգատվում էի նրան եւ տանը վեճեր էին սկսվում։ Սա է միայն հիշողությանս մեջ։ Չէ, լավ են նայ լրիվն է, ինքը հետևե հիշե։ Իսկ հիշում եք այս պատմության այլ դերակատարներ, տատիկներ, պապիկներ, ովքեր կային ձեր հիշողության մեջ պահպանվել են այլ անձինք։ Ոչ, ընդհանրապես։ Բայց կա այդ զգացողությունը, որ ձեզ հարազատի պես չեն ընդունել։ Այո, հենց այդ զգացումն է։ Աշոտ, սկզբում ես իզուր չասացի, որ մենք անհամբերությամբ էինք ձեզ սպասում։ Իրականում մեզ համար շատ կարևոր էր ձեր ներկայությունը։ Մենք ուզում ենք մի տեսանյութ ցուցադրել, որը նկարահանվել է հատուկ ձեզ համար։ Եկեք դիտենք։ Ես Կիրակոս Պետրոս եմ, Եղվարդում արդեն ապրում եմ 50 տարի։
Ունեմ ընտանիք, կնոջս անունն է Ռոզա, 3 հատ երեխա է։ Աշոտիքս է մի տարեկան ժամանակ, 80 թևին նկարա, ինքը մի տարեկան է լրացած նկարա իրան, կայնած նոր ոտի էր կայնում ինքը։ 1987 թվականի հունվարին խորհրդային Բաշկիրիայի Իշիմբայի քաղաքում ծնվեց Պետրոսի որդին, Աշոտը։ Տղայի մայրն ազգությամբ ռուս Մարիա Կուժելյովանն էր։ Պետրոսը շինարար էր, Մարիան ներկարար։ Նրանք միասին էին աշխատում։ Պետրոսը Բաշկիրիա էր մեկնել Եղվարդ քաղաքից։ Հայաստանում նա ամուսնացած էր, ուներ կին, որդի եւ դուստր։ Աշխատանքը սեզոնային էր։ Ձմռանը Պետրոսը Եղվարդ էր վերադառնում։ Գարնանը կրկին մեկնում էր Բաշկիրիա, աշխատելու եւ որդուն տեսնելու։ 1990 թվականին Պետրոսն այլևս չկարողացավ Բաշկիրիայում աշխատանք գտնել։ Այդ ժամանակ նա որոշեց որդուն իր հետ Հայաստան բերել։ Շատ խելոք երեխա էր, հերոստացուց էր նստում նայում, խաղ ալիքներ կային, իր համար խաղում էր կուբիկներ, բաներ հետ խաղերով, խաղում էր։ Մի ամսում, երկու ամսում հայերենը սովորվա, խոսում էր մաքուր հայերեն։ Իսկի չարություն չի արել, շատ խելոք, համեստ, իր խելքն ուժեղ էր, լսող էր, ոչ մեկից նեղություն չի տա։ Ինք իր համար խելոք, իր գործողությունը անում էր, նստում էր, մենք է գործի ենք գնում, կեսուրը ստանում էր իր մոտը պահում էր, մինչև մենք գայինք, որ հավաքվեինք, հասեպեինք, նստեինք, թոմարը հաց ուտեինք։ Հայաստանում մի քանի ամիս ապրելուց հետո Պետրոսը որդու հետ կրկին մեկնեց Բաշկիրիա եւ այնտեղ աշխատանք գտավ։ Աշոտը սկսեց ապրել մայրիկի հետ, իսկ Պետրոսը որդուն միայն երեկոյան էր հանդիպում, կարճ ժամանակով։ 1992 թվականի ձմռանը Պետրոսը Հայաստան վերադարձավ։ Որդուն իր հետ բերել չէր կարող, երկրում պատերազմ էր։ Դե որ ես եթում ես կետամ գգամ էլի, ինքը գիտեր որ ես եթում գալիս եմ էլի, ինքը կարող է սպասել այ շատ գիտի, ես այսինքն գարուն եթում էի ես։ Ինք նոր գնաց, արդեն իր հետ համայրան դելացել էին երեխեքը, երեխեն երեխա է։ Ինչ տարբերություն քուգը դեդը իմս, տարբերություն չկա, երեխեն միղ չունի։ Պետրոսը Բաշկիրիա վերադառնալ կարողացավ միայն 2000 թվականին։ Նա շտապեց Մարիայի տուն, որդուն տեսնելու։ Բաքում ծանոթներից մեկն ասաց, որ Մարիան մահացել է, իսկ որդուն տարել են մանկատուն։ Իշիմբայի քաղաքապետարանից Պետրոսին հաջողվեց պարզել, որ Աշոտը Կումերտաու քաղաքի մանկատանն է։ Կար նաև վարկած, որ մանկատնից տղային Ուֆա են տեղափոխել։ Իմ մոտ ընդամենը 2000 ռուբլի փող էր մնացել, էլ չէի կարա այդ քաղաքը իրան տենայի, նորից դարձա հետ գնացի Մոսկվա, այդ եղե վերջի անգամը, որ իմացա ինքը մանկատունն է։ Չգիտեմ, կարող է վիրավորվել, որ տարե թողել եմ, ինքը մանկատունն է մեծացել։ Մենք մեկ նստում էինք իրար հետ երեխեքով, հիշում էինք ոնց է բերել, ոնց են կարել, ոնց են ընտունել, հիշում ենք, քիչ էինք հիշում։ Այս վերջին է տղես դեմ էր ընկնում։ Այ պապ գնա տղիդ գդի բեր, գնա բիր ծանոթանանք, պապ գնա բեր։ Վերջերս Կիրակոսյանների տանը զանգ հնչեց «Սպասիր ինձ» հաղորդաշարի խմբագրությունից։ Հեռախոսազանգին պատասխանեց տիկին Ռոզան։ Երբ նա լսեց Աշոտ Կիրակոսյան անուն-ազգանունը, միանգամից հասկացավ, ամուսնու որդին իրենց է փնտրում։ Ուրախ լուրը շուտով իմացան ընտանիքի բոլոր անդամները։ Կիրակոսյաններին գտնելու հարցում «Սպասիր ինձ» հաղորդաշարին օգնեցին Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցները։ Վայս էդիկ Աշոտին է գտե։ Դեր ես ուրախացա, երեխեքին զանգի, երեխեքը համեկը մեյանից հուզվա։ Գիրգուն է տղեն եկավ տղին ասի, այնիգե հուզվա։ Ես ուրախացա, բայց չէի հավատում, մինչև հիմա ամի ճիշտ ասած էլի չեմ հավատում, իրոք, էդ չի,
Էլի չեմ հավատում։ Աշոտ ջան, քեզ սպասում ենք, բոլորը քուր եղբայրը սպասում են քեզ։ Կարաս գաս տնաս բոլորին, բոլորն ողջ առողջ են։ Աշոտ ջան, Աշոտիկ։ Ինչ զգացիք այն պահին, երբ տեսանյութում ձեզ համար անծանոթ մարդը ասում է հետևյալը. ես Պետրոսն եմ, Աշոտի հայրը։ Ինչ զգացողություններ ունեցաք։ Ես ուղղակի հասկացա, որ նա իմ հայրն է։ Եթե չասեր, պարզապես պատկերը տեսնելով կկռահեիք։ Այո, ես կզգայի։ Ուրախ եմ, որ եկել է, գտել է։ Ես զարմացած եմ, որ ինքը ես կուզեի մանգալ գտնել չգրծայել է։ Կարծում եմ նկատեցիք, որ թե նա, թե ամբողջ ընտանիքը շատ ոգևորված են ձեզ հանդիպելու մտքով եւ սպասում են։ Կարծես թե դուք շատ նման եք ձեր հորը, չէ՞ խորը։ Այո, եւ հասարակորեն ձեր հիշողությունը ամենևին երևակայության արդյունք չէր, ոչ էլ երազ։ Դուք իսկապես եղել եք Հայաստանում։ Հաճելի է ստանալ այսքան տարի տանջող հարցի պատասխանը, Աշոտ։ Այո, շատ հաճելի է։ Ինձ համար զարմանալի է, որ այսքան կարճ ժամանակահատվածում սա տեղի ունեցավ։ Զարմացած էի, երբ ինձ զանգահարեցին։ Իմ հորս նման է, հորս նմանություն ունի։ Աշոտ, ձեր հայրը պատմեց պատմությունն այնպես, ինչպես որ եղել է, ինչպես որ ինքը գիտի, հետաքրքիր է ինչ նորություններ իմացաք նրա պատմածից, որովհետև այս պատմության մեջ ձեզ համար բազմաթիվ մութ էջեր կան։ Այն, որ ինձ ընդունել են հարազատի պես, սիրել են։ Պարզվում է, որ ես լսող երեխա եմ եղել։ Գուցե իմ հիշողությունները կապված են ընդհանուր առմամբ երկրում եւ ընտանիքում այն ժամանակ տիրող իրավիճակի հետ։ Հավանաբար դա է պատճառը։ Բայց այն, որ ես սիրված եմ եղել, ինձ համար լավ նորություն է։ Որ ուզենա մեր տուն գամ, ինքերներս տանենք, ես հենց այդ պատրաստված եկել եմ։ Դուք նաև չէիք կարող իմանալ, որ ձեր հայրը վերադարձել է այն բնակավայր, որտեղ որ դուք ապրել եք ձեր մոր հետ, փնտրել է ու չի գտել։ Այդ հասցեում ուրիշ ընտանիք է եղել։ Փաստորեն, այդ ընթացքում դուք նաև տեղափոխվել եք, բնակության հասցեն եք փոխել։ Այո, այդպես է։ Փաստորեն նա փնտրել է ինձ։ Աշոտ, դուք պատրաստ եք նրանց հանդիպել։ Այո, պատրաստ եմ։ Այս մեր ամբողջ զրույցի ընթացքում ձեր հայրը հետևում էր մեզ տաղավարից, բայց այժմ ես վստահ եմ, որ նա այլևս չի համբերում եւ ուզում է րոպե առաջ ձեզ տեսնել եւ ամուր կրկել ձեզ։ Դե ինչ, խնդրեմ դիմավորենք, ներս հրավիրենք։ Բարի երեկո, պարոն Պետրոս, համեցեք, Համեցեք, նստեք։ Բարի երեկո, Բարև ձեզ։ ուրախ ենք շատ, որ ականատեսնենք այս հանդիպման, երբ 38 տարի առաջ իրար կորցրած հայր ու որդի իրար գտնում են։ Մեր տեսանյութում մի փոքր պատմեցիք եղելությունը, բայց կուզեմ, որ հենց Աշոտի աչքերին նայելով պատմեք նորից ինչպես եղավ, որ կորցրեցիք իրար։ Ես որ տարա քեզի, հետո ժամանակ թողի ձեր տունը մորդ մոտը։ Այստեղ պատերազմ էր, ես նորից հետ դարձա էլի։ 2000-ին էր, որդին էր, չեմ հիշում, այդ թվերին էր էլի։ Եկա Բաշկիրիա, այնտեղ հարևան կար, ընկեր ունի Վալոդիա իր անունը, աղջիկը տեսավ ինձ Սվետլանա իր անունը։ Ինքը տեսավ, փաթթվավ, գրեց որ Աշոտը Մարինյանն սպանել են, Աշոտին է տարել են որբանոց։ Քաղաքապետարան, Բաշկիրիա
Գնացի իմանալու դե ուր եք տարել Աշոտին ինչ է ասի նոր տարել են Կումերտավի Էցևիա Կումերտավի որփանոց են տարել մոտ է փող չկար որ գայի մոտը այտենց է չտեսամ չկորցրել է դե հիվնցայել չի կարող գայի հետևից այդ մանգայի գտնեի Ամեն ինչ միայն դրվագներով եմ հիշում։ Աշոտ այսօր ձեր կողքին է ձեր հայրը, նրա կինը, հուզմունքը շատ է, դրա համար կարծես թե հույզերը ավելի զուսպ են արտահայտվում, բայց ուզում եմ հարցնել, արդյոք այս տարիների ընթացքում ինչ որ իմաստով նեղացած եք եղել։ Ընդհանրապես ես նեղացած չեմ։ Նույնիսկ չեմ փորձել հասկանալ ինչու է այդպես ստացվել։ Ուղղակի այդպես է դասավորվել կյանքը եւ վերջ։ Ես վիրավորված չեմ հայրիկիցս։ Կյանքում ամեն բան կարող է պատահել։ Չէ որ հաստատ չգիտենք ինչ է եղել այն ժամանակ։ Տիկին Ռոզա, մեր տեսանյութում երկու անգամ կրկնեցիք այնպիսի մի միտք, որը հաճախ չենք լսում կանանցից։ Դուք ասում եք, որ Աշոտին, ձեր ամուսնու որդուն ընդունել եք եւ հիմա կշարունակեք ընդունել իբրև ձեր զավակին։ Այդ պարզ բան է, որ ես ընդունել եմ եմ վաղտը, հիմա կընդունեմ։ Ձեր երեխաները ինչպես արձագանքեցին, երբ իմացան, որ Աշոտը գտնվել է։ Բա, մենց աղջիկս իրան պայել է, լավ է տերեկայն է, եմ պուջուրը էր։ Դնում էր, լղասնում էր, տեր էր կայնում, որ նստած տեղ էինք եմ հայեր են, մաքուր սովորա։ Այսինքն նստած տեղը, շատ են հարեղրում, ինքը կլոր, սիրուն, գնդլիկ տղա էր։ Հիմա մի լավ կկերակրեք, կհյուրասիրեք։ Նման է մազեր է, սենց պուջուր վաղթը, որ մեր տունն եկել էր ինքը։ Ցավալի է իհարկե, որ ձեր կյանքից 3 տասնամյակ կորցրել եք եւ անցկացրել եք առանց միմյանց։ Այս է շատ ցավոտ փաստ է։ Բայց ինքը ասում էր ծոցը Ռոզա, ես գնում եմ հայերեն։ Ասես ես գալիս եմ ձեզի գտնեմ։ Որ զանգին ասին, ասի վայ դես այդ տղեն իշկան ազնիվ էր, իրա խոսքի տեներ եկել է ծոցը Ռոզային գտնի։ Աշոտ դուք հիշում եք որ այդպիսի բան եք ասել։ Ինքը 5 տարեկան, 6 տարեկան էր ոնց էր հիշում։ Բայց ինքնաթիռը հիշում ես։ Այո։ Աշոտ դուք ընդհանրապես մեկ օր ժամանակ ունեք եւ կարծում եմ սրանից հետո արդեն կկազմակերպեք ձեր հանդիպումը ավելի երկար։ Այո, իհարկե։ Կարևոր է, որ դուք գտել եք իրար, պարոն Պետրոս, Աշոտը բարդ կյանք է ունեցել, առանց ծնողների մանկատանը մեծանալով, հիմա կառուցել է իր սեփական մեծ ընտանիքը, որը այս պահից սկսած վերամիավորվում է ձեր ընտանիքի հետ, ձեր զավակների հետ։ Կարևոր է շատ, որ սերը, փոխըմբռնումը, հարգանքը տիրի այդ հարաբերություններում եւ ես վստահ եմ, դուք կհաջողեք այդ գործում։ Շնորհավորում ենք ձեզ եւս մեկ անգամ։ Բայց ես շատ եմ ուզում, որ մի հատ իրար գրկեք։ Աշոտ, քույրեր, եղբայր, զարմիկներ, բազմաթիվ ազգականներ, ձեր ընտանիքը միանգամից է ընդլայնվում, պատրաստ եք դրան։ Ես գիտեի, որ եթե հորս գտնեմ, ապա ընտանիքս միանգամից կընդլայնվի։ Ես հասկանում եի, որ այստեղ մեծ ընտանիք կա։ Շնորհավորում ենք ձեզ, շնորհակալություն, որ այստեղ եք, ձեզ ամենայն բարիք ու երբեք չկորցնեք։ Ապրեք շնորհակալ։ Անհավատալի է, ուր կարող է հասցնել մեզ ճակատագիրը եւ ինչպես կարող է ամբողջ կյանքը մի ակնթարթում շրջվել 180 աստիճանով։ Սա թերևս մեր տաղավարում հնչած ամենահուզիչ պատմությունների շարքին կարելի է դասել։ Մեղմ ասած հուզիչ։ Երբեմն դժվար է պատկերացնել ինչ ապրումների միջով է մարդն ունակ անցնել, ինչ փորձություններ կարող է վերապրել։ Կարևորը այդ ամենից հետո կյանքում սկսվի խաղաղության ու ներդաշնակության փուլ։ Չգիտենք ինչ է զգում մարդը, երբ հասուն տարիքում ծանոթանում է իր հոր հետ։ Եվ չգիտենք արդյոք հնարավոր է լրացնել տարիների բաց թողումները։ Բայց ուզում ենք հավատալ, որ այս ընտանիքը կանի ամեն բան, որպեսզի այսուհետ միայն սերն ու համերաշխությունը տիրեն իրենց հարաբերություններում։ Մաղթենք, որ այդպես էլ լինի։ Եվ այսքանով ամփոփենք այսօրվա թողարկումը։ Եթերում սպասիր ինձ հաղորդաշարն էր։ Ցտեսություն։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։